Բարև ձեզ, պարոն վարչապետ, մեկնարկում է 4-րդ առցանց ասուլիսը ձեզ հետ և սրա շրջանակներում մոտ 30 հարց է հավաքագրվել, ընդ որում պետք է նշել, որ տարբեր աշխարհագրությամբ, ոչ միայն Արցախից, Հայաստանի Հանրապետությունից, այլ նաև արտասահմանից և առաջին անգամ նաև օտարերկրացի է մեզ հարց ուղղում և նաև առաջին անգամ Reddit սոցիալական ցանցն է ընդգրկվել առցանց ասուլիսում։ Հենց առաջին հարցը հնչեցնենք օտարերկրացու հարցը, Quetzal One Point անվանումով օգտատերը Reddit-ում հարցնում է, որ կհամաձայնվեք, որ վերջին շրջանում Ադրբեջանի հետ իրավիճակը ավելի լարված է և արդյոք նախագծեր, պլաններ կան դրանք ինչ-որ ձևով հանդարտեցնելու և դրանից հետո հարցնում է, թե որպես Արևմտյան Եվրոպայի քաղաքացիներ մենք ինչպես կարող ենք աջակցել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը։ Իհարկե համամիտ ենք, որ սահմանում այսօր ավելի լարված է, ընդհանուր առմամբ վերջին ամիսներին, եթե նախկինում հիմնականում տարբեր հրաձիգներից էին կրակում, այսօր արդեն ականանետներ և ինչ որտեղ նաև ավելի հաճախակի է դառնում այդ կրակոցները։ Այո, լարվածությունը կա, ինչպես անել, որ չլինի, երկու ճանապարհ կա, մեկը լռեցնել, որ այսօր օգտագործում է մեր պաշտպանության բանակը, մեր զինված ուժերը, այսինքն համապատասխան քայլեր ձեռնարկելով, ճնշելով, լռեցնել եւ կա երկրորդ ճանապարհը, որ ավելի ցանկալի է, բանակցություններ, որը ցավոք այսօր չի ստացվում, մանավանդ Ադրբեջանի հետ հնարավոր չէ որևէ ձևի քաղաքական բանակցություններ իրականացնել այդ թեմայով։ Իհարկե կա նաև երրորդ կողմը, քաղաքական ճնշում, որը չի կատարվում, որը չի ստացվում եւ այստեղ քաղաքացին, որը հարց է ուղղել այդ ուղղությամբ մտահոգված է չլինելով հայ, կա քաղաքական ճնշման հնարավորություն տարբեր գերտերությունների, Մինսկի խմբի երկրների, ինչու՞ չէ նաև տարբեր երկրներ, եթե որոնք հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քաղաքական, տնտեսական, հնարավոր է ինչ-որ ձևով ակնարկել, չգիտեմ, բանակցության թեմա դարձնել այդ ամենը, այսինքն Ադրբեջանը պետք է հասկանա, որ կմեկուսանա շարունակելով այս քաղաքականությունը եւ նրանց աջակցությունը, նրանց քայլերը, քաղաքացիներ, որոնք տարածաշրջանում խաղաղություն են ուզում, հենց իրենց երկրների կամ քաղաքական տարբեր այլ կառույցների միջոցով փորձել Ադրբեջանին ստիպել իրական բանակցություններ վարել հենց Արցախի հետ։ Շնորհակալություն հարցի համար եւ իհարկե ողջունելի է, որ օտարերկրացիներն էլ այսօր հետաքրքրված են Արցախով։ Մարիամ Պետրոսյանը նշում է, որ ՀՀ-ում արդեն սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը ընթացքում է եւ փորձ է կատարվում նախագահական համակարգի ցանցում կատարել խորհրդարանական համակարգի եւ նա հավելում է, որ արդեն զրույցներ կան, որ Արցախում էլ նմանատիպ մտադրություն կա ու դրանից բխեցնում է հարցնելով, թե ինչ հնարավոր է ստանալ սահմանադրական փոփոխություններով Արցախում, որը հնարավոր չէ այսօր ունենալ եւ Գոհար Խաչատրյանը այս թեմայով հարցնում է, թե բացառում եք, որ մոտ ժամանակներում Արցախում էլ սահմանադրական փոփոխություններ կատարվեն։ Գիտեք, այս հարցը չեմ ուզում կապել կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում տեղ ունեցող այդ պրոցեսների հետ, միանշանակ կարող եմ նշել, որ լինելով կուսակցության ղեկավար, մեր նախընտրական հանդիպումներում բազմաթիվ անգամ նշել ենք անհրաժեշտություն սահմանադրական բարեփոխումների մասով Արցախում հենց։ Ես չկապելով Հայաստանի հետ գտնում եմ այո կա անհրաժեշտություն, նախ պետք է փորձել այդ սահմանադրական բարեփոխումների միջոցով օպտիմալացնել ընդհանուր պետական համակարգը, կառավարման ինստիտուտները, տեղական ինքնակառավարման մարմինների որոշ փոփոխություններ, հստակություններ մտցնելու առումով։ Այսինքն մենք ունենք մեր տեսակետը, չեմ ուզում անհամասներ բացել, տարբեր գաղափարներ կա, նպատակը թեթևացնել պետական կառավարման ինստիտուտը, ավելի արդյունավետ դարձնել նրանց աշխատանքը եւ փորձել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշ փոփոխություններ կատարելով ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարման մարմին ունենալ։ Այո, անհրաժեշտություն տեսնում ենք եւ արդեն մի քանի անգամ ենք ոչ պաշտոնական, բայց խոսակցություններ ունեցել ենք
երկրի քաղաքական ուժերի ղեկավարների հետ, քաղաքական ակտիվիստների հետ, նախագահի հետ ենք ունեցել նման զրույց, ոչ քննարկում եւ համոզված եմ, որ առաջիկայում անհրաժեշտություն է լինելու այդ զրույցները դարձնել արդեն քննարկման նյութ, առանց շտապելու եւ նաեւ հանրությանը լայն մասնակից դարձնելու այդ process-ներին։ Օգտատերը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եւ նաեւ այն ներկայացնում է Արցախի Հանրապետության ժողովրդի շահերը բանակցություններում Ադրբեջանի հետ եւ դրանից հարցնում է, եթե հանկարծ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը վերադառնա քաղաքականություն, արդյոք Արցախում այդ քայլը ողջունողներ շատ կլինեն, հաշվի առնելով, որ նա դուրս է մղել ԼՂՀ-ին բանակցություններից։ Ես առիթ ունեցել եմ ասելու, այսօր էլ ասեմ, որ չկա բանակցություններ, կա հանդիպումներ։ Կա հանդիպումներ Հայաստանի ղեկավարների եւ Ադրբեջանի ղեկավարների տարբեր ձևաչափով, իհարկե միջնորդների մասնակցությամբ բանակցություններ այն ժամանակ լինի, երբ որ արդեն Ղարաբաղը կմասնակցի։ Առանց Ղարաբաղի բանակցություններ վարելը անիմաստ է, վերջին խոսքը Ղարաբաղին։ Ինչ վերաբերվում է անվտանգության երաշխավորն, այո, Հայաստանի Հանրապետության գործող նախագահը տարբեր այցաններում հայտարարել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է եւ այդ առումով պատասխանատվություն է ստանձնել եւ համոզված եմ, որ եւ մինչեւ այսօր էլ այդ առումով պատով են կատարել այդ ստանձնած առաքելությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի ասպարեզ հայտնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գործն է, ընտրական իրավունքը եւ նաեւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի մենք ընդհանուր առմամբ ողջունում ենք ցանկացած քաղաքական process Հայաստանում, բայց նշում ենք, որ սահմանադրական բարեփոխումներ են սպասում Հայաստանում եւ նրանից հետո արդեն մենք կտեսնենք ինչ նոր զարգացումներ են ունենում Հայաստանում։ Նույն հարցատուն նշում է, որ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ հաճախակի է երևում միջոցառումների ժամանակ եւ միգուցե նա էլ վերադառնա մեծ քաղաքականություն։ Ցանկացած պաշտոնաթող նախագահ միշտ մնում են քաղաքականության մեջ, այս դա նշել նորից վերադառնալ քաղաքականություն ճիշտ չէ, երբ նկատի ունի նորից վերադառնալ իշխանություն, տարբեր պաշտոններ մինչև նախագահի, այս առումով սա բոլորն ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունք է եւ որևէ այստեղ խնդիր չենք տեսնում, ինչ վերաբերում է հաճախակի Երևանում, իհարկե դա Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ճիշտ պահվածքն է մասնակցել Արցախի բոլոր տոնների միջոցառումներին եւ ողջունել միայն դա կարելի, այլ ոչ թե հետի մտքերով տեսնել, թե այդտեղ հետագայում ինչ որ ակնկալիքներ ունենալով պատճառով է մասնակցում։ Ցանկացած քաղաքացի, մանավանդ իշխանավոր, մանավանդ պաշտոնաթող նախագահ չպետք է անտարբեր լինի իր հայրենիքում տեղի ունեցող process-ների մասով եւ ցանկալի է, որ մասնակցեն նաեւ նման միջոցառումներին, որը կատարում է։ Նույն հարցատուն հարցնում է, թե ինչ է փոխել ԼՂՀ խորհրդարանում նոր ընդդիմադիր ուժի առկայությունը։ Վաղ է դեռ խոսել նոր ընդդիմադիր ուժի գործունեության առումով, որտեղ մայիսի 3-ին ընտրություններ, հետո ձևավորում, հետո պասիվ ժամանակահատված ամառյան։ Մենք ողջունել ենք այդ ուժին, նախկին փորձառու քաղաքական զինվորական գործիչներով համալրված մտավորականներով միայն կարելի է ողջունել եւ համոզված եմ, որ արդյունավետ աշխատանք են իրականացնելու պարլամենտում։ Նա նշում է, որ օրեր առաջ Լարիսա Ալավերդյանը իրենց հետ զրույցում նշել է, որ սպասում ենք, որ միջազգային հանրությունը հասկանա, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման բանալին Արցախում է։ Նույն տարբերակով նշում է, որ Արցախում սպասում է, որ Հայաստանի Հանրապետությունում հասկանան, որ պետք է ոչ արդյունավետ բանաձևերից խուսափել, հարցնում է հարցատուն, թե արդյոք նմանատիպ միտում, նմանատիպ սպասում կա Արցախում։ Արցախյան հարցի բանալին Արցախում է եւ Արցախի ժողովուրդն է որոշելու ցանկացած բանակցություն, ցանկացած հանդիպում, ցանկացած տարբերակ վերջնական պետք է հաստատվի Արցախի բնակչության կողմից։ Այստեղ մենք ասել ենք շատ, ասել են Արցախի բոլոր իշխանավորները, երևի բոլոր ժամանակահատվածներում, այսօր էլ կրկնում ենք։ Ցանկացած տարբերակ պետք է ընդունվի Արցախի ժողովրդի կողմին, հենց առաջին հերթին, որից հետո Արցախի իշխանությունները այդ թեմայով կարող են բանակցություններ վարել։ Հղում անելով վերջերս մոտ 100 ազատամարտիկի մասնակցությամբ
երբ մեկնեցիք Տավուշի սահմանամերձ հատվածներ, Մարիամ Պետրոսյանը հարցնում է, թե ինչ նկատեցիք այնտեղ, ինչ է աչք ծակել, այսպես ասած, սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, եւ հարցնում է նաեւ, թե արդյոք չեք կարծում, որ հաճախակի պետք է նմանատիպ այցեր կազմակերպվեն, որպեսզի արցախցիների համար էլ Տավուշի սահմանները նույն չափով հարազատ լինեն, որքան Արցախի սահմաններն են։ Արցախցիները այսօր չպետք է ապացուցեն, որ հայրենիքի ցանկացած տեղում վտակի դեպքում պատրաստ են իրենց մասնակցությունը բերելու, թե տարբեր ժամանակահատվածներում, բայց վերջի կոնկրետ ֆիդայական շարժման, Սարդարապատի ճակատամարտում արցախցիները իրենց դերն են ունեցել եւ նույնը Արցախյան պատերազմում, նաև շատ արցախցիներ մասնակցել են հենց կոնկրետ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության առումով։ Սա հերթական քայլն է, համարում ենք, որ պետք է իհարկե հաճախակի նման միջոցառումներ կատարել, ցույց տալու առաջին հերթին մեր միասնությունը, հակառակորդին նաև ապացուցելու, որ անկախ նրանց այդ հաճախակի հնչվող հայտարարություններին, զենքի ձեռքբերման կամ ֆինանսական կարողությունների արցախցիների կամքի վրա որևէ ազդեցություն չի թողել։ Ես նկատել եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ գոտիները, ճանապարհների առումով, ենթակառուցվածքների առումով, դպրոցներ, համայնքային կենտրոններ, մանկապարտեզներ եւ իհարկե շատ չլուծված հարցեր հաստատ կլինեն, բայց առաջին հայացքից նկատել եմ, որ պետական ծրագրերը ավելի մեծ տեղ են գրավել հենց սահմանամերձ տարածքներում եւ նաեւ այս վերջերս հաճախակի խոսում է տարբեր արտոնությունների, հարկային եւ այլն, սա միայն կարելի է ողջունել։ Էմիլ Սանամյանը Twitter-ում հարցնում է, թե արդյոք մտադրություն ունեք 2017 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու։ Գիտեք, շատ շուտ է նման հայտարարություն անել կամ նման հարցի պատասխանել։ Նախ նշեցի, որ մեր կուսակցությունը կողմնակից է սահմանադրական բարեփոխումների եւ մենք ունենք մեր տեսակետը, որ հնարավորություն ենք ունենալու ներկայացնել արդեն քննարկումների ժամանակ, դեռ այսօր մտածում ենք այդ ուղղությամբ, որ մեր երկրին պետք է այո սահմանադրական բարեփոխումներ եւ սահմանադրական բարեփոխումներով ավելի արդյունավետ դարձնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։ Այժմ անցում ենք կատարում սոցիալական հարցերին եւ դրանցից առաջինը հնչեցրել է Նանար Մաղաքելյանը, ով մի քանի անգամ արդեն մասնակցել է առցանց ասուլիսներին եւ հարցեր է հղել, նաեւ շնորհակալություն է հայտնում նախորդ հնչեցրած հարցին լուծում տալու համար եւ հիմա հարց է հղում իր մայրիկի անունից Ամալիա Դանիելյան, ով զոհված ազատամարտիկի մայր է եւ դիմել է տան վերանորոգության համար եւ 2015 թվականի մայիսին կարծես թե գումարը պետք է տային, սակայն մինչեւ հիմա դեռևս չի տրվել, հարցնում է, թե արդյոք հնարավոր է միջամտել այս հարցում, որպեսզի ժամանակին լուծվի խնդիրը։ Եթե նշվել է, որ մայիսին պետք է տրվել, նշանակում է ծրագրում կա կապիտալ շինարարության եւ մենք կհետևենք, որ ժամանակին մինչեւ տարեվերջ ստանա, եթե իհարկե փոխհատուցման մասին է խոսքը, տարբեր ձևով ենք լուծում հարցը։ Նույն հարցատուն նշում է, որ փետրվարի 20-ի փողոցում կա ճանապարհների խնդիր եւ նշում է, որ քաղաքապետարանը ժամանակին փոսորակային աշխատանքներ է կատարել, սակայն ամբողջովին խնդիրը չի լուծվել, փողոցում դեռևս խնդիրները գոյություն ունեն եւ դիմում է ձեր աջակցությանը, խնդրելով, հարցնելով, թե արդյոք հնարավոր է ինչ-որ ձևով կառավարությունը միջամտի այս կենտրոնական փողոցի հարցերը լուծելու համար։ Ես հաճախակի եմ առիթ ունենում մեր բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նշելու, որ ամեն քաղաքացի պետք է հայրենիքը կամ աշխատանքները պատկերացնի ոչ թե փողոցով, բակով, Ստեփանակերտի կենտրոնով, այլ ծայրամասային գյուղերը եւս հաշվի առնի։ Մենք տեղյակ ենք Ստեփանակերտում ոչ միայն փետրվարի 20-ի փողոցի, այլ շատ փողոցների բարեկարգման, ասֆալտապատման անհրաժեշտությունը։ Մենք տեղյակ ենք, որ այդ խնդիրները կան, բայց մենք նաեւ գիտենք, որ ունենք ծայրամասային գյուղեր, որտեղ ճանապարհները շատ ավելի վատ վիճակում են գտնվում, կա բազմաթիվ այլ չլուծված խնդիրներ։ Ես չեմ ուզում ոչ դրական, ոչ բացասական պատասխան տալ, քաղաքապետարանը կնայի, եթե ծրագրերում ընդգրկված է
կփորձեն մեր հնարավորությունները օգտագործելով, մեր պետական միջոցները օգտագործելով լուծում տա, բայց ես չեմ ուզում որ մարդիկ այդպես գնահատեն իշխանությունների աշխատանքը։ Մենք միշտ պետք է հաշվենք 11.4 քառակուսի կիլոմետր տարածք, ավելի քան 250 համայնք եւ շատ համայնքներում դպրոցների, մանկապարտեզների ջրամատակարարման եւ բազմաթիվ խնդիրների առկայություն։ Եվ նաեւ մենք պետք է հաշվի առնենք, որ մեր ֆինանսական միջոցները սուղ են, եթե ուշանումը չի կատարում այս փուլում, թող մեր քաղաքացիները չվիրավորվեն։ Էդրոն Կարապետյանը ուրախություն է հայտնում, որ վնասակար աշխատանքից թոշակի անցածների համար հավելավճար է արդեն նախատեսվում եւ խնդրում է իր համար էլ հավելավճար ավելացնել առանց մանրամասնելու պայմանները, առանձնահատկությունները, նշելով, որ 50 տարեկանում ինքն էլ ժամանակին Ղարմետաքս կոմբինատից վնասակար աշխատանքից թոշակի անցել։ Ես կխնդրեմ այդ հարցը ուղղել սոցիալնախարարությանը, փորձեն տեսնեն ինչքանով է համապատասխանում իրանցած կարգին եւ այլն եւ սոցիալնախարարությունում կպատասխանեն։ Գոհար Թաթիկյան Առաքելյանը նշում է, որ արդեն 1 տարի է անցել ներդրումային հիմնադրամի կողմից Շուշիի Արամ Մանուկյան 1 հասցեում գտնվող շենքի շահագործումից, սակայն ասֆալտապատումը բակի եւ նաեւ կաթսայատան կառուցումը դեռևս չի կատարվել։ Հարցնում է, թե երբ հնարավոր է սա կատարել եւ ձեր միջամտությունն է խնդրում։ Չեմ կարող պատասխանել որ տարվա աշխատանքներում, բայց եթե ծրագրում կա, կկատարվի։ Կփորձենք տեսնենք ինչ փուլում է եւ միջամտությունը, եթե պետք լինի արագացնելու, կլինի, բայց եթե ծրագրում չկա, ապա նշանակում է պետք է տեղափոխել կամ սպասել մինչև ծրագրում ընդգրկվի։ Մեր Եսայանը հարցնում է, թե արդյոք նախատեսվում է նորաստեղծ զինծառայողների ընտանիքներին հնարավորություն տալ ավելի մատչելի ու անտոկոս վարկերի միջոցով բնակարան ձեռք բերել։ Մենք ունենք պետական ծրագիր, Պաշտպանության նախարարության միջոցով զինծառայողների ընտանիքներին տրվում է բնակարաններ եւ դա ամեն տարի է կատարվում, մեծ գումարներ են կողմում, կոնկրետ հերթագրվում են եւ կարգին պետք է ծանոթանալ եւ այդ տարբերակով լուծում ստանալ։ Հիպոթեքի հետ կապված պետք է քննարկել։ Արդյոք պետք է հիպոթեկ ստանալ, թե սպասել հերթագրվել եւ ֆինանսական միջոցները ավելացնելով արագացնել հերթում ընդգրկված մեր սպայական անձնակազմի եւ ընդհանուր առմամբ այն խավի, որոնք մենք պարտավոր ենք բնակարան տալ, այդ ճանապարհով լուծումը ապահովել։ Արևիկ Հակոբյանը հետաքրքրվում է, թե երբ Ստեփանակերտ քաղաքի բնակիչները կարող են օգտվել Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամից։ Այսօր էլ օգտվում են, արդեն մի քանի ծրագիր ունի սոցիալական հիմնադրամը, առաջինը գյուղերում կառուցվող տներին պետական աջակցությունը 3 միլիոն դրամական, արդեն առաջին այդ ծրագիրը աշխատել է, երկրորդը դա հաշմանդամներ, զոհվածների երեխաների հիպոթեկային վարկերի սուբսիդիավորման ավելացման եւ կանխավճարների տրամադրման քաղաքականությունը կարգը մշակված է պիտի գործի, երևի խնդիրը այլ տեղ է, բանկային համակարգն է այսօր հետաձգել է հիպոթեկային վարկավորումը, այսօր ձեռնպայման մնում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով եւ դրա համար եթե բանկերը չեն ֆինանսավորում, չեն վարկավորում հիպոթեկը, այստեղ արդեն սոցիալական հիմնադրամի միջամտությունը դառնում է անիմաստ։ Բանկերի հետ պետք է մենք աշխատենք եւ բանկերը սկսեն վարկավորել, որի ընթացքում են զուգահեռ մեր հիմնադրամը սոցիալական իր ստացած պարտավորությունները կարգի համապատասխան կատարի։ Բայց նրանք ովքեր արդեն ստացել են, ովքեր հնարավորություն ունեն ստանալու ոչ միայն բանկերից, այլ նաեւ մենք ունենք ներդրումային հիմնադրամ, Ֆիդես վարկային կազմակերպություն, այդ ընկերությունների միջոցից արդեն այստեղ նրանք կարող են միանգամից օգտվել։ Ես առաջարկում եմ դիմել սոցիալական հիմնադրամ, դեք բնակարանային խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է եղել եւ բազմաթիվ գործիքներ է կիրառել, սկսած վերանորոգման բնակարանների տրամադրման, կառուցող բնակարանների դրամական աջակցության, շինանյութերի տրամադրման, տարբեր հիպոթեկային գործիքներ, այսինքն հիմքում ունենալով նպատակ մեղմացնելու բնակարանային խնդիրները եւ իհարկե հաջողված ծրագիր կարելի է համարել, բայց նաեւ մի կողմից եթե մենք նայենք, որ ինչքան խնդիրներ ունենք մեր երկրում, անհրաժեշտություն կա ավելի մեծ պետական աջակցություն ուղղել բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ։ Այո, կան ընտանիքներ, որոնք ի վիճակի չեն
հիպոթեկից օգտվել, վճարումներ կատարել, սպասարկում իրականացնել այդ վարկերի, կամ ստիպված են լինում առաջին փուլում տարբեր մեխանիզմներով ստանալ, հետագայում խնդիրների առանց կանգնել վճարման առումով կամ ընդհանուր առմամբ հնարավորություն չեն ունենում օգտվելու այդ ծրագրերից, համարում են, որ պետք է բազմաթիվ նոր գործիքներ կիրառել այս ուղղությամբ։ Ամեն տարի ավելացնում ենք։ Իհարկե ցանկությունները շատ է, բայց նաև ֆինանսական միջոցները չեն հնարավորություն տալիս միանգամից բոլոր խավերը ընդգրկելու փախստականներ, վթարային շենքեր, սոցիալական խմբեր, այս ամենը ունենալով մենք պետք է տարի ավելի մեծ գումար հատկացնենք եւ համոզված եմ, որ շուտով առաջիկա տարիներին նման տարբեր կատեգորիաների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ նոր պետական ծրագրեր կաշխատեն։ Սոցիալական խավի համար բնակարանային պայմանների բարելավման նոր գործիքների կիրառման անհրաժեշտություն տեսնում ենք։ Նոնա Թովմասյանը նշում է, որ բոլոր զարգացած երկրներում աղբը վերամշակվում է, նույնիսկ որոշ երկրներ գնում են աղբը այլ պետություններից եւ հարցնում է, թե արդյոք չի կարելի բոլոր աշխատավայրերում պլաստիկ տարաների համար եւ այլ աղբի համար արկղեր տեղադրել, որի միջոցով մեր փողոցները եւ հանգստի վայրերը կազատենք աղբից եւ նաեւ պնդում է, որ արդեն ժամանակն է տուգանել բոլոր նրանց, ովքեր աղտոտում են մեր փողոցներն ու բնակավայրերը։ Վերջինի հետ համաձայնեմ, այո, մենք պետք է այդ քաղաքականությունը կիրառենք, որովհետեւ ինչքան էլ մենք խոսում ենք Ստեփանակերտի բնակավայրերի կամ երկրի մաքրության մասին, բայց մենք գիտենք, որ ինչքան անխնա ենք վերաբերում, անտարբեր լինում եւ այս առումով այո պետք է խստացնել։ Ինչ վերաբերում է աղբի վերամշակման առումով բազմաթիվ փորձեր կատարվել են, մինչև Ստեփանակերտի աղբանոցը տրվել է մասնավորին կառավարման, բայց խնդիրները մեծ են, պահանջում է մեծ ներդրումներ, փորձեր կատարվել են, բայց անարդյունք։ Դրա համար նորից այսօր հանձնվել է Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ քաղաքապետարանը նորից կշարունակի աղբանոցի կառավարումը իրականացնել, որտեղ խնդիրներ են ունեցել մասնավորների հետ այդ աղբի տեղափոխման, վերամշակման, ճիշտ վերամշակման առումով հարցը կա, հարցը կարևոր այսօր աղբը մաքրել, ժամանակի մաքրել եւ երկիրը փորձել մաքուր պահել։ Եթե մենք այդ ամենը կատարենք, վերամշակման հարցը տարիների ընթացքում կլուծվի։ Նարինե Ստեփանյանը սրտնեղած մի խնդրի մասին է բարձրաձայնում, նշում է, որ ամուսնացել է Գերմանիայի քաղաքացու հետ եւ ինքը ԼՂՀ քաղաքացի է եւ Գերմանիայի քաղաքացին եկել է Արցախ, այստեղ բնակարան է ձեռք բերել, ներդրումներ է կատարել, սակայն կացության կարգավիճակի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել կացության կարգավիճակ, սակայն այդ կարգավիճակով ԼՂՀ-ում չի կարողանում առանց լրացուցիչ վճարումներ կատարելու կամ այլ գործընթացների երկարաժամկետ մնալ։ Նա խնդրում է ձեր աջակցությունը եւ հարցնում է այստեղ ինչ լուծում կա։ Հարցը տեղին է, խորությանը տեղյակ չեմ, համապատասխան վերլուծություններ, ուսումնասիրություններ կատարելուց հետո մենք կփորձենք օգտակար լինենք այդ ընտանիքին։ Ընդունում ենք, որ կա բաց եւ այդ բացը պետք է լուծել։ Երվանդ Սերոբյանը նշում է, որ հայրս մասնակցել է Արցախյան պատերազմին, հետագայում 1998 թվականին տեղափոխվել ենք Արցախ բնակվելու, այժմ տան խնդիր ունեն վերանորոգության, ժամանակին կառավարությունը շինանյութով օգնել է, բայց դեռևս էլի շինանյութ պետք է եւ համապատասխան միջոցներ չունեն իրենք, արդյոք հնարավոր է աջակցել, որպեսզի տունը վերանորոգել, որպեսզի իրենք ստիպված տան խնդրի պատճառով որտեղ են բնակվում, այդ մանրամասները չի նշել։ Եթե շրջաններում գոյություն ունի ծրագիր շինանյութերի տրամադրման, թող դիմի համապատասխան շրջանի ղեկավարությանը եւ պատասխան կստանա այնտեղ։ Սրբուհի Վանյանը մի մեծ թաղամասի բնակիչների անունից հարցը ձեզ է ուղղում, հատկապես խնդիրը վերաբերում է շվեյցարական ժամացույցների գործարանի շրջակա փողոցներին, քանի որ այնտեղ ճանապարհների խնդիր կա, ժամանակին վերանորոգություն է կատարվել եւ այլն, այժմ խճապատման աշխատանքները չեն կատարվում եւ նշում է, որ վատ վիճակում է փողոցը, հնարավոր է այս հարցով
ինչ որ լուծում տրվի։ Նույն հարցն է, նույն խնդիրն է, փողոցներ, ասֆալտապատում, իհարկե, եթե շատ վատ վիճակում է, մենք կմիջամտենք, որ գոնե այդ նվազագույն պայմանները ապահովել, անցնելի լինի, հնարավոր լինի այդ ճանապարհով երթևեկել։ Ինչ վերաբերում է ավելի խորը բարեկարգման, ասֆալտապատման, Ստեփանակերտը ունի իր ծրագիրը եւ տարիների ընթացքում համոզված եմ, որ այդ փողոցը եւս ասֆալտապատվի։ Բայց եթե վիճակը շատ վատ է, մենք մեր մասնակցությունը կունենանք, կապահովենք։ Այժմ անցում կատարենք տնտեսական հարցերին։ Առաջինը Մարիամ Պետրոսյանը հարց է ուղղում, նշելով, որ Արցախում էլ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունից, այսինքն Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հավանաբար սպասումներ ունեին, սակայն այժմ հիասթափված չեք արդյոք հաշվի առնելով, որ մինչ այս պահը այդ սպասումները չեն արդարացել։ Իհարկե հիասթափված չեմ, որովհետև մենք ավելի մեծ սպասումներ չենք ունեցել, միայն կարող եմ ասել, որ շատ ավելի հեշտացել է արևտրաշրջանառությունը այդ երկրների հետ, միության երկրների հետ, շատ հեշտ, շատ ավելի նորմալ պայմաններով, միանշանակ կարող եմ ասել, որ հակառակը, ինչ վերաբերում է խոսքը երևի Ռուսաստանի տնտեսական վիճակի մասին, որը իր ազդեցությունն է թողել առաջին հերթին Հայաստանի տնտեսության եւ ինչու՞ չէ ինչ որտեղ Արցախի, սա էլ թեմա է։ Այո, այսօր մեր արտահանողները, որոնք հիմնականում Ռուսաստան էին արտահանում արտադրանքը, ռուսական ռուբլու դոլարի այդ տատանումների կուրսի հետ կապված վնասներ են կրում կամ ակնկալվող շահույթը չի ապահովում։ Սա այլ թեմա է։ Եվ այստեղ մենք պետք է գործիքներ կիրառենք, բայց այն, որ այդ միությունից մենք չենք հիասթափել, հակառակը լուրջ ծրագրեր ունենք համագործակցելու եւ օգտվելու այդ շուկայից, միանշանակ այսօր կարող եմ հայտարարել։ Վիճակը ոչ թե միության հետ է կապված, տնտեսական այլ վիճակը ընդհանուր Ռուսաստանի եւ ընդհանուր նավթ արտադրող երկրների տնտեսական վիճակից է պայմանավորված, նավթի գների անկում, պղնձի գների անկում, որը միության ձևավորման հետ որևէ առնչություն չունի։ Եվ մենք պետք է օգտվենք ստեղծված այդ հնարավորությունից եւ տարիների ընթացքում մենք տեսնելու ենք դրա դրական ազդեցությունը։ Այո, մենք պետք է օգտվենք հնարավորություններից եւ նշել եմ հաճախակի, որ եթե կան խնդիրներ, խնդիրներ, լուծել այդ խնդիրները առաջին հերթին օգնելու մեր տնտեսավարող սուբյեկտներին։ Բորիս Մնացականյանը պնդում է, որ ամբողջ աշխարհում արդեն վաղուց են օգտվում այլ պետությունների դոմեյններից, որպեսզի տվյալ պետություն լուրջ եկամուտներ բերվեն, եւ հարցնում է, թե արդյոք Արցախը չի պատրաստվում օգտվել սեփական դոմեյնից, այդ միջոցներից, որպեսզի օտարերկրացիները վարձակալության գովազդների միջոցով Արցախ բերեն նաև գումարներ, եւ նշում է, որ հարցը վերաբերում է հատկապես www.kayki.nkr դոմեյնին։ Քայլեր կատարվել են տարբեր մասնագետների կողմից ժամանակին առաջարկություններ եղել է, բայց միշտ հապաղումով ենք վերաբերվել, որտեղ կան խնդիրներ այստեղ, բայց համոզված եմ, որ ժամանակը գալու է եւ առաջարկությունը իրականություն է դառնալու եւ մենք ունենալու ենք այդ հնարավորությունը։ Քայլեր կատարվել են, այնպես չէ, որ մենք չենք մտածել այդ ուղղությամբ կամ ընդհանրապես քայլեր չենք ձեռնարկել։ Ժամանակի խնդիր է։ Ճանապարհ Արահետ Ստեփանակերտում անունով օգտատերը Facebook-ում հարցնում է, թե արդյոք դուք լսել եք ճանապարհ Արահետի մասին։ Իհարկե, լսել եմ եւ հաճախակի նաեւ Արցախի տարբեր տարածքներում տեսնում ենք այդ Արահետի հետքերը, ինչպես են մեր այդ տարածքներում տեղադրում այդ փոքրիկ պաստառիկները։ Լավ քայլ է, ողջունելի քայլ է եւ լսել ենք, բայց պետք է այն ավելի ակտիվացնել, զարգացնել, որտեղ այդպիսի զբոսաշրջություն այսօր մեծ թափ է ստանում եւ կարեւոր է։ Սրփու Իվանյանը նշում է, որ սոցիալական լարվածությունից խուսափելու համար կառավարությունը հաճախակի է բյուջեից տարբեր նախագծեր ֆինանսավորում, տարբեր սակագներ սուբսիդավորում, իսկ բյուջեն ձևավորվում է մեր հարկերից, քաղաքացիների հարկերից, հարցնում է, թե արդյոք այդ սուբսիդավորումները չեն ծանրացնում բյուջեի բեռը
եւ դա կառավարության օպտիմալացման քաղաքականությանը չի հակասում։ Պետական բյուջեով տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացնում, սոցիալական ծրագրերի շրջանակներում փոխհատուցումներ են կատարում, համարում ենք, որ անհրաժեշտ է դա, համարում ենք, որ այդ ուղղված է հենց նույն մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ եւ չենք համարում, որ ինչ որ սխալ ենք թույլատրում։ Նույն մեր պետական բյուջեի միջոցներով առաջին հերթին փորձում ենք ուղղել մեր բնակիչների, մեր քաղաքացիների ավելի կարևոր խնդիրների լուծման ուղղությամբ։ Եթե սոցիալական վիճակը վատ է, պետք է հենց ուղղել առաջին հերթին կայունացնելու եւ սոցիալական լարվածությանը մեղմացնելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է պետական կառավարման օպտիմալացման, այո, հենց ուղղված է դրան պետական կառավարման գումարները, ծախսերը իջեցնել, նվազեցնել եւ պահպանելով սոցիալական մեր ծրագրերը ավելի մեծ գումարներ ուղղել տնտեսական ակտիվության ուղղությամբ, որը ավելացնելու է հարկերը, ստեղծելու է աշխատատեղեր։ Սա մեր հիմնական քաղաքականությունն է։ Այժմ անցում կատարենք կրթության ոլորտին, որի առաջին հարցը Անգելինա Հակոբյանը նշում է, որ այժմ դպրոցներում օրենքի ուժով թոշակի են ուղարկում վաստակաշատ մանկավարժներին, ովքեր իրենց գիտելիքների պաշարով, մանկավարժական փորձով կարող են դեռ մի քանի սերունդ դաստիարակել եւ հարցնում է, թե ինչպես կարելի է բոլորին հավասար դիտարկել եւ հատկապես անփորձ մանկավարժների բերել կամ ոչ այդքան վաստակով կամ գիտելիքների պաշարով մանկավարժների թողել դպրոցում, սակայն վաստակաշատ մանկավարժներին թոշակի ուղարկել։ Արդյոք հնարավոր չէ նրանց պոտենցիալը օգտագործել։ Գիտեք, ցավոտ հարց է, բայց միշտ պետք է համարձակ լինել ասելու ճիշտը։ Լավ, որ սահմանը ընտրենք։ Մեկը ասում է 63-ը ցածր է, պետք է 65, մեկը 70, բայց երբ որ նայում ես միջև մարդիկ կամ որոնք միջև 90 տարեկան, այո, եւ փորձառու, եւ անփորձ կամ չգիտեմ, ժամանակի տարիների ընթացքում փորձ ունեցած, բայց ոչ այդքան արհեստավարժ մասնագետներ, այդպես էլ ունենք։ Բոլորն ցանկություն ունեն աշխատել, այստեղ խնդիրը միանշանակ չէ։ Այո, մենք պետք է վաստակաշատ ուսուցիչների գնահատման մեխանիզմ ունենանք, ավելի ճիշտ իմանանք ոնց են, ովքեր են համարում այդ վաստակաշատը, փորձառուները, եւ օգտվել նրանց ծառայություններից տարբեր մեթոդներով, հենց ուսուցիչների վերապատրաստման, չգիտեմ, պայմանագրային այլ աշխատանքների, բայց այսօր չկա մի ուսուցիչ, որ իրեն չհամարի փորձառու։ Մի քանի տարի դասավանդելուց հետո բոլորն են համարում են, որ փորձառու են եւ չեն զիջում մնացածներին։ Գնահատման խնդիր ունենք մենք այստեղ։ Պետք է ինչ-որ ձև վերանայել եւ հնարավորություն տալ նրանց իրենց ծառայությունը մատուցելու։ Բայց եթե մենք այդ քաղաքականությունը չկատարենք, մենք խնդիր ենք ունենալու երիտասարդներին տեղավորելու։ Հենց այդ նույն երիտասարդներն էլ պետք է փորձ ձեռք բերեն եւ հետո դառնան փորձառու։ Այսօր հարյուրավոր երիտասարդներ, ինչու՞ չէ նաեւ հազարից ավել անգործ կլինեին եւ ստիպված կլինեին կամ այլ երկրներում կամ այլ աշխատանք փնտրեին եւ հետո իրենց փորձառություն ձեռք բերելու այդ հնարավորությունների զրկված կլինեն։ Բարդ հարց է։ Իհարկե դեռ վերջնական մենք լուծումներ չունենք, բայց համարում ենք, որ այստեղ մտածելու, քննարկելու թեմա ունենք։ Աիդա Սևլիկյանը նախ արձագանքում է ձեր եւ 100 ազատամարտիկների կողմից տավուշ մեկնելուն եւ ողջունում է, համարելով սա ողջունելի քայլ հայրենիքի միասնականության հարցում։ Նաեւ հարց է հղում, նշելով, որ իր քույրը ունի 13 երեխա, որը ողջունելի է, եւ բնակվում է Մարտունի Վարանդա գյուղում, երեխաներից 6-ը անչափահաս են, իսկ մեկը զինծառայող է, ու նշում է, որ քույրը սովորում է Նարեկացու 4-րդ կուրսում, ժամանակին դիմել է կրթության բաժին, ենթադրաբար շրջանի կրթության բաժին, որպեսզի պատմության դասատու աշխատի Վարանդայում գյուղում, սակայն նրանք նշել են, որ Ստեփանակերտից այնտեղ գործողված պատմության դասատու կա։ Հարցնում է, թե արդյոք ծրագիր չկա տեղացիների պոտենցիալը օգտագործելու, քան լրացուցիչ գումարներ ծախսելու Ստեփանակերտից կամ այլ վայրերից դասատուներ բերելու համար։ Նախ չեմ պատկերացնում, որ ինչպես կարող է տեղում լինի մասնագետ եւ Ստեփանակերտից հրավիրեն, հանրություն կլինի, կնային եւ համապատասխան բարձաբանումը կամ լուծումը կտրվի։
Իհարկե ցանկալի է, որ միշտ առաջին հերթին տեղի մանավանդ գյուղերում, մանավանդ նման գյուղերում, մանավանդ նման խավի ընտանիքների ներկայացուցիչներին տալ հնարավորություն դպրոցներում ընդհանուր առմամբ տեղերում աշխատելու առումով։ Գրիգորի Աֆանասյանը պնդում է, որ արդեն հասունացել է ժամանակը Լեռնային Ղարաբաղում փիլիսոփայության համաշխարհային ակադեմիա հիմնելու, քանի որ փիլիսոփայությունն է բոլոր գործնական եւ տեսական գիտելիքների կրթության հիմքը, սկզբնաղբյուրը, եւ հարցնում է, թե ինչպես է կառավարությունը նայում իր գլխավորությամբ ակադեմիան հիմնելու հարցին եւ ինչպես կարող է աջակցել այդ հարցում։ Փորձեմ հանդիպել պարոն Աֆանասյանի հետ ավելի մոտիկից իմանալու, հասկանալու նպատակը, անհրաժեշտությունը եւ մնացածը։ Արմինե Գրիգորյանը նշում է, որ ընդունվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի մագիստրատուրա, որի ծրագրի տևողությունը 2 տարի է եւ ստացել է կրթաթոշակ, այժմ 2 տարի այնտեղ ուսանելու համար մոտ 200,000 ռուբլի է պետք տարեկան։ Նշում է, որ տեղյակ է կառավարության ծրագրերից կրթաթոշակի, սակայն դրան դիմելու համար բավականին երկար ժամանակ է պետք, գործընթացը երկար է, իսկ հիմա իրեն կարճ ժամանակում պետք է պատասխանել այդ ակադեմիային, արդյոք հնարավոր է աջակցել այս հարցում։ Կփորձենք ինչ որ եղանակներով, տարբեր ճանապարհներով աջակցելու, իհարկե կարող է դա պետական, կարող է ոչ պետական։ Այսքանը, պարոն վարչապետ, շնորհակալություն բոլոր հարցերին պատասխանելու համար։ Հուսամ բոլոր օգտատերերը բավարարված են եւ նշված հարցերի շուրջ համապատասխան պարզաբանումները տրվել են։ Շնորհակալություն հասցողներին։ Շնորհակալություն քեզ նաեւ Արտակ։